Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ եւ կառավարության համապատասխան որոշմամբ այսուհետև գազաբալոնների պարբերաբար իրականացվող վկայագրման գործընթացը տեսանկարահանվելու է եւ արտադրական բազայում պահպանվելու է մինչեւ 6 ամիս։ Նման նախաձեռնության նպատակը վկայագրման լիցենզավորում ստացած տնտեսվարողների գործունեության պատշաճ վերահսկողության եւ անվտանգության ապահովումն է։ Տարածքային կառավարման համապատասխան վարչության ներկայացուցիչ Արայիկ Ստեփանյանը մանրամասնելով գազաբալոնային վկայագրման գործընթացում սպասվող փոփոխությունները ընդգծեց, որ փոփոխությունը ուժի մեջ է մտնում մարտի վերջին, որը կնպաստի նաև ոլորտում ծառայությունների մատուցման որակական չափանիշների բարձրացմանը։ Տեսագրության մեջ պետք է արտացոլվի տվյալ տրանսպորտային միջոցը, համարանիշը եւ պարբերական վկայագրման ողջ process-ը, որպեսզի հնարավոր լինի հիմնավորել կամ նույնականացնել ծառայության պատշաճ իրականացումը։ Բանախոսի հավաստման միջև գազաբալոնների վկայագրերի օրենքի կիրարկումը օրինակ 2019-ից 2021 թվականները գազաբալոնների պայթյունների 11 դեպք է արձանագրվել, իսկ 2022-ից մինչև 2025 թվականները 10 դեպք։ Չնայած թվերը խոսուն են, այնուամենայնիվ Ստեփանյանը այս նոր փոփոխությունը խիստ անհրաժեշտ համարեց, նշելով, որ շատ դեպքերում լիցենզավորված ընկերությունները թերանում էին իրենց աշխատանքում վտանգելով մարդկային կյանքեր։ Ըստ նրա տեսանկարահանումը հնարավորություն կտա ոլորտով զբաղվող գերատեսչությանը վերահսկել ոչ պատշաճ գործունեություն իրականացնող տնտեսվարողներին։ Հնարավորություն է ստեղծում տեսչական մարմնի ուսումնասիրության արդյունքում վարչական, ուրեմն պատասխանատվության միջոցներ կիրառել ընդհանուր մինչև ուրեմն լիցենզիայի գործողության կասեցում։ Նախարարության ներկայացուցչի խոսքով ներկապային Հայաստանում կան գազաբալոնների վկայագրման լիցենզավորում ստացած 104 կազմակերպություններ, իսկ տեսանկարահանման պարտադիր գործընթացը նրանց վրա հավելյալ ֆինանսական պարտավորություններ չի տարածում, քանի որ արդեն իսկ լիցենզավորման ընթացքում տեսանկարահանման սարքի տեղադրումը օրենքի պահանջ է։ Վերջինս մանրամասներ ներկայացրեց նաև Հայաստանում շահագործվող գազաբալոնների քանակի մասին։ Այն տրանսպորտային միջոցները, որոնք բացի նավթային վառելիքից օգտագործում են նաև հեղուկացված գազ կամ սեղմված բնական գազ, որպես շարժիչային վառելիք, դրանք մի տերմինով անվանում են գազաբալոնային տրանսպորտային միջոցներ։ Ուրեմն մենք ունենք շտեմարանում մոտ 400-ից մի քիչ պակաս 395,000 տրանսպորտային միջոցի վերաբերյալ տեղեկություն։ Պաշտոնյան հավելեց, որ օրենսդրությամբ գործող կարգավորման համաձայն գազաբալոնների պարտադիր վկայագրումը տեղի է ունենում ստուգումից հետո յուրաքանչյուր 2 տարին մեկ։